Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, Free News հեռուստաընկերության եթերում մեկնարկում է Partners Business ակումբի հեղինակային Business Life նախագիծը, եւ այսօր մենք հյուրընկալել ենք մեր տաղավարում մեր ակումբակցուհի Աֆետիկ Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի ռեկտոր, Artstem վարժանի հիմնադիր տնօրեն Տիկին Լաուրա Մկրտչյանին։ Բարև ձեզ Տիկին Մկրտչյան։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Գերազանց։ Շատ հրաշալի է։ Տիկին Մկրտչյան ջան, միջ կանցնենք մեր ամենաավանդական հարցերից մեկին։ Ես կուզենայի մյուսի հարց տալ ձեզ, քանի որ դուք թերևս ամբողջ կյանքում ձեր գործունեությունը ծավալել եք կրթության ոլորտում։ Որքանով եք դուք համարում այդ ոլորտը բիզնես եւ որքանով եք համարում, որ ձեր գործունեությունը հենց բիզնես ոլորտում եք ծավալել։ Շնորհակալություն հարցի համար, Տաթև ջան։ Անկեղծ ասած, կրթությունը իրականում մի քիչ ես բիզնես չեմ համարում, բայց այնուամենայնիվ ես գործատու եմ, ես հարկատու եմ, ես կրթության կազմակերպիչ եմ եւ այսպես թե այնպես նաեւ կրթությունից զատ ես բիզնեսի ոլորտում եմ։ Այնպես որ նաեւ բիզնես եմ։ Իսկ հայ կնոջ համար գործարարությամբ զբաղվելը հայկական իրականության մեջ որքանով է հեշտ կամ դժվար ձեզ։ Ես չեմ կարծում, որ դժվար է լինելը բիզնեսի ոլորտում, եթե դու ուժեղ ես, եթե դու ինքնավստահ ես, եթե դու գիտես քո անելիքը եւ գիտես ինչ ես ուզում, ուրեմն առանձնապես դժվարություններ չկան, սերը կապ չունի։ Իսկ ինչպես չգիտեմ ձեզ մոտ եղել է դա թե ոչ, բայց թերևս կան շատ մարդիկ, ովքեր չեն կարողանում հաղթահարել վախը, գործարարությամբ զբաղվելու կամ բիզնես անելու վախը։ Ինչպես է դա հաջողվել ձեզ կամ դուք ինչ եք կարծում, ինչպես է հնարավոր հաղթահարել այդ վախը։ Գիտեք, մարդիկ տարբեր են, խառնվածքով ի ծնե տարբեր են, եւ ես կարծում եմ, որ բոլորին տրված էլ չի զբաղվել գործարարությամբ կամ լինել շատ համարձակ, օրինակ մարդը կարող է ունենալ շատ ստեղծարար հոգի եւ նրան ամենևին էլ չհետաքրքրի օրինակ բիզնես ոլորտը։ Ինքը ստեղծագործի, լինի շատ երջանիկ իր ոլորտում։ Ես փոքր տարիքից եղել եմ շատ լիդեր բնավորություն եմ ունեցել, եղել եմ շատ ցած կազմակերպող եւ ամենահետաքրքիրը այն է, որ այն անգիտակից իմ խաղերում մանկական ես հիշում եմ, որ միշտ դպրոց եմ խաղացել ու ինձանից տարիքով փոքրերին հավաքել եմ իմ շուրջը եւ կարողացել եմ նրանց տիրապետել, լռություն պահպանել, իմ ուզածը բոլորը արել են եւ այլ, այսինքն երբ հիմա մտածում եմ այդ մասին, շատ զարմանալի է եւ գուցե եւ օրինաչափ է, այսինքն դա արդեն փոքր տարիքից եւ ի ծնե մարդու մեջ կա դրված այդ հատկանիշները։ Այսինքն դուք կարծում եք լիդեր լինելու համար, լիդեր լինելու պարագայում մարդիկ ի ծնե են ունենում այդ հատկանիշները։ Ես կարծում եմ այո, ես կարծում եմ ի ծնե ունենում են, գուցե հետագայում կյանքի պայմաններում դրան կամ ավելի պարարտ հողի մեջ են ընկնում եւ զարգանում են կամ հակառակ ընկնում են ամբերի հողի մեջ ու լռում են պարզապես։ Իսկ ձեզ ինչ տեսակի աջակցության կամ մոտիվացիայի կարիք ունի հայ կինը որպես գործարար վերափոխման ճանապարհին։ Գիտեք, մոտիվացիան ցակում է այն պահից, երբ դու ինչ-որ նպատակ ես դնում։ Երբ դու ունես ինչ-որ նպատակ ու քայլում ես դեպի այդ նպատակը, ամեն օր քո մեջ մոտիվացիոն, այսպեսի էմոցիաներ են ծնվում եւ դու ինքդ քեզ տանում ես դեպի այդ նպատակի կատարում, տանում ես մինչև քո նպատակը կատարվի, կարողանաս կայացնել այդ իդեան, այդ գաղափարը, կյանքի կոչել։ Իսկ հաջողակ կնոջ համար ինչ մարտահրավերներ կան։ Ես անկեղծ ասած իմ ամենօրյա աշխատանքով տարված, իմ սիրած աշխատանքը կատարելով ես այդ մարտահրավերները գրեթե չեմ էլ զգում։ Իհարկե ես հասկանում եմ, որ ամեն օր մարտահրավերներ կան, ամեն օր կան լուծելու խնդիրներ, ամեն օր կան մտածելու խնդիրներ, բայց երբ որ դու սիրում ես աշխատանքը, դու շատ տարված ես այդ աշխատանքով, դու նույնիսկ այդ պահին չես էլ զգում, որ դու մարտահրավերներ ես հաղթահարում։ Դա հետո ժամանակ անց, ինչ-որ տարիներ անց, երբ որ ետ ես նայում, դու տեսնում ես, թե ինչ հսկայական ճանապարհ ես անցել ու ինչեր ես հաղթահարել։ Հետաքրքիր է։ Որն է հաջողության բանաձևը, երբ է մարդը հաջողակ, կամ ինչ բաղադրիչներ ունի հաջողությունը ձեզ համար։ Հաջողությունը իմ կարծիքով երևի առաջինը նպատակ ունենալն է, երկրորդը
աշխատասիրությամբ, անդուլ աշխատանքով, առօրյա ամեն ժամի աշխատանքով դեպի նպատակ գնալը։ Երբ որ դու ունես հստակ ուրվագծված նպատակ, դու տեսնում ես դա, զգում ես դա ու վստահ, ինքնավստահ քայլում ես դեպի այդ նպատակը, աշխատում ես ամեն օր, անընդհատ իդեաներ են ծագում, անընդհատ նոր մտքեր են գալիս այդ ճանապարհին, եւ դու սկսում ես այդ ճանապարհը, երևի սկզբում այդքան էլ չես պատկերացնում, բայց ճանապարհի ընթացքում անընդհատ գալիս են նոր մտքեր, նոր գաղափարներ, որոնք իրականացնել են պետք, եւ այդ ամբողջական պատկերը բերում է այն հաջողությունը, որը էլի եմ ասում, ինչ-որ ժամանակ հետո հետ ես նայում ու տեսնում ես, որ դու անցել ես ուղի ու հասել ես միտեղ, որը հենց հաջողությունն է։ Իզես հաջողվել է միշտ իրականացնել բոլոր այն նպատակները, որ դուք դրել եք ձեր առջև։ Գրեթե այո, որովհետև անկեղծ ասած ես շատ իրատես եմ, ես շատ sense ֆանտաստիկ բաներ չեմ, նպատակներ չեմ դնում կամ երազանքներ չեմ ունենում, ավելի իրատես եմ, անընդհատ ես գիտեմ ինչ եմ ուզում եւ դա կարող եմ անել թե չէ։ Անիրական երազանքներ կամ նպատակներ չեմ ունեցել երբեք։ Իսկ այդ նպատակներին հասնելու ճանապարհին ձեր հենքը, այսինքն ձեր թիկունքը կամ մի բան, որի վրա դուք հիմնվում եք, դա հենց դուք ինքներդ եք։ Հիմնականում դու ինքդ պետք է լինես կարող ուժը, բայց շատ կարևոր է թե ինչ մարդիկ կան քո կողքին։ Օրինակ ընտանիքդ, օրինակ այն թիմը, որի հետ դու անցնում ես այդ ճանապարհը, չի կարելի ասել, որ ես մենակ կարող եմ կրթություն կազմակերպել կամ իրագործել։ Իհարկե դու պետք է ունենաս ամուր թիմ, դու պետք է ունենաս շատ արհեստավարժ մասնագետներ քո կողքին, լավ կայուն գիտելիքներ ունեցող մարդիկ, բայց հիմնական հույսը քո վրա է, միևնույն է, դու պետք է ունենաս այն առաջ գնալու ուժը, կամքը եւ քո հետևից տանես թիմին։ Իհարկե եւ նաեւ ընտանիքդ, որի վրա անընդհատ դու պետք է հիմնվես, որովհետեւ չես կարող զբաղված լինել մի գործունեությամբ եւ քո ընտանիքում կամ տանն էլ ամեն ինչ հասցնել։ Ես չեմ հավատում, որովհետեւ իմ աշխատանքը կոնկրետ իմ օրինակով այնպեսին է, որ ես տանը այլևս գրեթե ոչինչ չեմ հասցնում։ Եթե իմ ընտանիքին սատար չկանգնի, շատ հարցերում բնականաբար ես կթերանամ, բայց կարողանում ենք այնպես իրար օգնել փոխադարձաբար, որ աշխատանքը չխանգարի նաև ընտանեկան այն գործերին, որ պետք է ունենաս եւ անես։ Իսկ որտեղից եք վերցնում այդ ինքնավստահությունը։ Ըստ երևույթին ինքնավստահությունը հաջողության հասնելու ճանապարհին ամենակարևոր հատկանիշն է։ Ամենաառաջինը երևի թե դու ինքդ պիտի հավատաս քո ուժերին։ Բնականաբար, որտեղից է գալիս այդ ինքնավստահությունը։ Մարդու ներսից, ամեն մարդու ներսից, էլի իծն է, երևի կա ինչ որ հատկանիշներ մարդու մոտ ինքնավստահություն, բայց այդ ինքնավստահությունը շատ կրկնապատկվում է եւ ավելանում է այդ ուղին անցնելիս։ Ամեն մի հաջողված գործունեություն, ամեն մի հաջողված օր, ամեն մի հաջողված թեկուզ մի փոքր գործ եւ տրամադրություն է բարձրացնում եւ մոտիվացիա եւ նաեւ ինքնավստահությունը բնականաբար։ Որն է կնոջ երջանկությունը։ Կան այս առումով դիտարկումներ։ Երջանկության մասին շատ փիլիսոփաներ, հատկապես գործարար կնոջ երջանկությունը ուզում բացահայտել, չէ, ինչ բան է երջանկությունը, բայց այդպես էլ մինչև վերջը բացահայտված թեմա է։ Բոլոր դեպքերում ես իմ համար սահմանել եմ մի այսպիսի բանաձև, որ մարդը պետք է լինի առողջ, ունենա սիրած աշխատանք եւ լինի սիրված եւ սիրի մեկին, հա, ունենա իր սիրելի անձը իր կողքին։ Ինձ թվում է այս երեքը բավարար է ինձ երջանիկ լինելու համար։ Որքանով է դժվար ինքնուրույն բիզնես ունենալ եւ ինչ ճանապարհ է անցնում կինը դեպի հաջողակ բիզնես։ Ճանապարհը դժվար է, հեշտ չի, հարթ չի ճանապարհը այդ, չափազանց շատ խոչընդոտներ կան, խանգարող հանգամանքներ կան, բայց ինձ թվում է, եթե դու սիրում ես աշխատանքդ, եթե դու նվիրվում ես ու հասկանում ես այն գործի կարևորությունը, վեհությունը, որ դու անում ես, ամենօրյա այդ գիտակցումը քեզ առաջ է մաղում պարզապես, որովհետև դաստիարակել սերունդ, կրթել սերունդ, դու հասկանում ես, որ դու քո հայրենիքի համար պատրաստում ես այնպիսի քաղաքացիներ, որոնք վաղը պիտանի են լինելու իրենց երկրին, ծառայելու են իրենց երկրին, բերելու են կրթության, գիտության ոլորտ, ինչ որ պոտենցիալ, այդ գաղափարը բավարար է, որ քեզ մղի ամեն օր առաջ գնալ։ Տիկին Մկրտչյան, երբևէ եղել է պահ, որ կանգ առնեք եւ մտածեք,
Ինչի համար է այս ամենը։ Չէ, երբեք։ Ես լավ գիտեմ ինչի համար է։ Եթե ես կարծում եմ, որ տեսեք, երբ որ զինվորները կռվում էին հանուն մեր հայրենիքի, երբ ամենօրյա ծառայությամբ զինվորները պահում են մեր սանվանը, ես էլ իմ ամենօրյա աշխատանքով վառ գիտակցում եմ, թե ես ինչ եմ անում իմ հայրենիքի համար։ Ուղղակի իմ խորին համոզմամբ ամեն մարդ պետք է լինի իր տեղում եւ անի իր հայրենիքի համար այն, ինչ կարող է։ Ես կարող եմ անել սա, ես կարող եմ կրթել սերունդ, ես կարող եմ կազմակերպել լավ կրթական համակարգ, ես զբաղվում եմ դրանով։ Դա իմ սիրած աշխատանքն է եւ այն վեգիտակցումը, թե ինչ եմ անում ես իմ հայրենիքի համար, որովհետեւ ետ ենք նայում մեր պատանեկության, երիտասարդության տարիներին մեր հայրենիքը մեզ շատ լավ կրթություն է ապահովել։ Այսօր ժամանակն է եկել, որ մենք կարողանանք եկող սերունդների համար ստեղծել այդ պայմանները, տալ այդ կրթությունը եւ մեծ հույսերով սպասել, որ վաղը այդ տնկած ծիլերը պտուղ են տալու եւ լավ պտուղ են տալու, համոզված եմ։ Իսկ այսօրվա կրթական շեմը, որը մենք ունենք, ձեր տեսանկյունից ինչպես է դուք գնահատում։ Գիտեք, մասնավոր դպրոցները բարեբախտաբար ունեն օրինակ հանրակրթական ծրագրից շեղվելու որոշ հնարավորություններ։ Էլ չեմ ասում, որ ունեն նաև այլ կրթական ծրագրեր իրագործելու զուգահեռաբար, այդպիսին, ինչպիսին ես անում եմ օրինակ մեր դպրոցում։ Մենք իրագործում ենք նաև զուգահեռաբար հանրակրթականին միջազգային կրթական ծրագիր, որը կարծես գալիս է լրացնելու այն բացը, որը չկա մեր հանրակրթականի մեջ, կամ հնարավորություն է ստեղծում ի վերջո 21-րդ դարի ծնված երեխաներին ստանալ 21-րդ դարի կրթություն։ Իդեպ դա հենց մեր կարգախոսն է, մեր վարժարանի, եւ դա իրականում այդպես է, որտեւ այս տեխնոլոգիաների դարում, այս արագ զարգացող ամեն ոլորտը արագ զարգանում է, ոչ միայն տեխնոլոգիաները, մենք կարծես մի տեսակ մեր կրթական համակարգով հետ ենք ընկնում։ Եվ դրա համար կարիք կա նաև ունենալու այսպիսի կրթական ծրագրեր, որտեղ մեր երեխաները կստանան այնպիսի կրթություն, որը ստանում են օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Եվրոպայում, ինչու՞ չէ, նաև այսական զարգացած երկրներում։ Այսինքն բարեբախտաբար կա այդ հնարավորությունը եւ արվում է այստեղ ամեն ինչ, որ երեխաները ստանան պատշաճ կրթություն։ Ես իդեպ կուզենայի, որ մենք նաև անդրադարձ կատարեինք Արտստեմ վարժարանին, ընդհանուր ձեր գործունեության մասով եւ ինչ առավելություններ, ինչ յուրահատկություններ, ես իհարկե բավական լավ ծանոթ եմ, բայց կուզենայի, որ մեր հեռուստատողն էլ մոտավոր, այսպես պատկերացում կազմեր, հա։ Տեսեք, մեր հենց վարժանի անունը հուշում է STEM, Science, Technology, Engineering, Mathematics, հենց առաջի դասարանից։ Մեր առաջի դասարանցի 6-ամյա երեխան օրինակ կարող է բացատրել ինչպես է առաջանում կայծակը, կամ կենդանին ինչ մարմնի մասեր ունի, կամ ֆիզիկայի ինչ-որ տարրական հեշտ բաներ մաչելի բացատրած, որոնք հետագայում ավելի տարեստարի խորանում են այդ գիտելիքները, կամ ինժինիերինգից ինչ-որ բաներ են պատրաստում, իրենք արդեն սկսում են տեսնել սայենսից անցած որոշ գիտելիքներ իրականության մեջ։ Օրինակ հենց այդ նույն կենդանիների մասին, երբ որ անցնում են սայենսի կենսաբանության բաժնից, կենդանիների մարմնի մասերը, իրենք մի հատ այսպես փոքրիկ կրիա են սարքում, որը շարժական է, գլուխն է շարժում, թաթերն է շարժում, եւ երեխաները արդեն եւ ուրախանում են իրենց սարքածից եւ նաեւ հասկանում են, սա գլուխն էր, սա թաթերն էր, արջևի, ետևի եւ այլն։ Եվ այսպես զուգահեռաբար գնում է։ Օրինակ, երրորդ դասարանցիները ասում են մարդու ներքին օրգանները, ընդհանրապես տեղերը գիտեն, անունները գիտեն, եւ իրենց արչեւ ինժեներինգի ժամին խնդիր է դրվում այ ձերքի տակ եղած այն ամենով, ինչը մենք կենցաղում օգտագործում ու թափում ենք, ինչպես կարող եք դրանով ստեղծել ցույց տալ մարդու ներքին օրգանները եւ այն հյութերի տուփերից, կեֆիրի տուփերից, ես չգիտեմ, այդ ամաններից երեխաները մեկ էլ այնքան վառ երևակայություն ունեն, սկսում են իրենք հնարել, ստեղծել, աղիքները ինչ որ այսպես խողովակներից եւ այլն, եւ հավաքում են մի հատ գեղեցիկ, ասենք, մարմնի ներքին օրգաններ եւ գիտեն, սա սիրտն է, սա թոքերն է, թոքերը անում են ինչ որ պոլիէթիլենային տոպրակից, որը եւ փչելու դեպքում իրենք միացկզում փորձ են անում, փչում են, լցվում է այդ, հետո իջնում է օդը, գնում է, գալիս է եւ այլն, եւ երեխաները նախ հասկանում են թոքի աշխատանքը, երկրորդը տեղադրում են այդ
մուլյաժի վրա ենթադրենք ու ստանում են այսպիսով։ Այսինքն երեխաները այդ փոքր տարիքից շատ հետաքրքիր միջավայրում են, իրենք ամեն ինչ տեսնում են, սովորում են եւ առօրյան շատ հետաքրքիր է դառնում։ Այնքան հետաքրքիր է Տիկին Մկրտչյան, դուք հիմա որ պատմում եք այդ ամենի մասին, այնպեսի энտուզիազմով եք այդ ամենը ներկայացնում։ Պարզորոշ զգացում է, թե ձեզ համար ինչքան իսկապես սիրելի եւ ինչքան հոգեհարազատ է այն ամենը, այն աշխարհը, որտեղ դուք կաք։ Տիկին Մկրտչյան, իսկ կան հատուկ ստանդարտներ կամ հատուկ պայմաններ, ում համար է վարժարանը, ովքեր կարող են դիմել։ Բնականաբար ցանկացած հայ երեխա կարող է դիմել վարժարան, բայց անպայման մենք անում ենք հոգեբանական թեստեր եւ առարկայական թեստեր, եթե առաջինից բարձր դասարաններ են ընդունվում եւ փորձում ենք հասկանալ կկարողանա այդ երեխան արդյոք երկու կրթական ծրագրերում սովորել, թե ծանր կլինի իր համար։ Եթե նկատում ենք, որ ծանր կլինի, չենք ընդունում։ Պարզ է։ Բավականին երկար տարիներ է, որ դուք ըստ էության զբաղվում եք գործարարությամբ։ Ինձ շատ հետաքրքիր է, որպես կանոն մարդիկ, ովքեր զբաղվում են գործարարությամբ, արդյոք փոխվում են հատկանիշներ, աշխարհայացքներ, սկզբունքներ, բնավորության գծեր։ Գիտեք, երևի դա իմ կողքը գտնվող մարդկանց է պետք հարցնել, իմ ընկալմամբ ցանկացած մարդ նախ հասունանում է, ինչքան էլ քեզ թվում է դու գիտես ամեն ինչ, միևնույն է ամեն ինչ չգիտես։ Միևնույն է մենք առօրյա կյանքում ամեն ինչ սովորում ենք, ավելի իմաստնանում ենք, ավելի մեր մտքերը հասուն են դառնում, ավելի խնդիրներին իմաստնությամբ ենք մոտենում։ Կարծում եմ գուցե եւ փոխվում ենք բնականաբար։ Բայց եղել է երբևէ մտորում այն մասին, որ քանի որ դուք զբաղվում եք գործարարությամբ, զբաղեցնում եք որոշակի դիրք, դուք ինքներդ ձեր առջև դնեք նպատակ, որ ձեզ անհրաժեշտ է որոշակի բնավորության գծեր վերանայել, որոշակի աշխարհայացքներ վերանայել։ Գիտես, այդ իմաստնությունը, որի մասին խոսում ենք, բնականաբար, որովհետև եթե փորձես փոխել որևէ մեկին, դու չես կարող, ինքդ քեզ պետք է փոխես ու քո վերաբերմունքը պետք է փոխես։ Եթե ուզում ես աշխարհը այլ կերպ քեզ թվա, դու ինքդ քեզ պետք է փոխես ու քո մոտեցումներն ու քո գնահատականները պետք է փոխես։ Այս դա էլ հասունացումն է։ Այսքան տարի զբաղվելով գործարարությամբ, ինչ խորհուրդ կարող եք տալ կամ ո՞րն է ձեր մոտեցումը, ինչպես օրինակ ավելացնել ձեր պարագայում աշակերտների թիվը, այսինքն ինչպես աճեցնել այն բիզնեսը, որի մեջ դուք կաք։ Գիտեք, լավ աշխատանքով միայն եւ այն լավ ստեղծած համբավով, որ ծնողներն ու մարդիկ քեզ վստահեն քո կատարած աշխատանքը, քո թիմի կատարած աշխատանքը եւ իրենց երեխային ցանկանան տեսնել հենց այդ միջավայրում։ Այս պարագայում իհարկե շատ կարևոր է նաեւ ուժեղ թիմ ունենալը։ Ինչպես ունենալ ուժեղ թիմ եւ ինչպես մոտիվացված պահել այդ թիմը։ Ուժեղ թիմ դու ինքդ ես ընտրում, որովհետեւ ժամանակ առ ժամանակ, որքան շատանում է, ասենք թե ուսանողների կամ աշակերտների թիվը, դու բնականաբար որոնում ես նոր աշխատակիցներ, տալիս ենք հայտարարություններ, տրամադրում ենք ժամանակ, լսումներ ենք անում, հարցազրույցներ ենք անում, երբեմն թեստավորում ենք անում մասնագետների, նայում ենք իրենց անցած ուղին։ Ես օրինակ կարող եմ ասել, որ իմ մոտ դպրոցում բավականին շատ գիտությունների թեկնածուներ են դասավանդում, որովհետև այս թեմ կրթությունը մի յուրահատկություն ունի, որ մեր երկրում նման կրթություն ոչ ոք չի ստացել։ Երբ որ դու գնում ես արտասահման ուսումնասիրում ես թեմ դպրոցները, այնտեղ մարդիկ կան հատուկ կրթօջախներ բարձրագույն, որտեղ ստանում են այդ կրթությունը։ Իսկ այստեղ մենք չունենք նման կրթություն ստացած մարդ։ Օրինակ մի օրինակ բերեմ, ես Ամերիկայի Միացյալ Նահանգներում եմ ուսումնասիրել STEM դպրոցները, այնտեղ դասվարը տարական դասարանների ուսուցիչը այդ բոլոր առարկաները թվարկած ինքն է դասավանդում։ Science, technology, engineering, mathematics, բացի այն առարկաներից, որ հանրակրթական են ու պարտադիր են, ասենք մաթեմատիկա, մայրենի լեզուի բնություն եւ այլն, իրենք նաեւ այս առարկաներն են դասավանդում, որովհետեւ ստանում են հատուկ կրթություն։ Բնականաբար մենք չունենք նման կրթություն ստացած մարդիկ։
Իսկ ես science-ը, քանի որ բաղկացած է օրինակ ասենք մի քանի մասերից, այնտեղ քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, երկրագիտություն, ես միանգամից 4 ուսուցիչ եմ։ Սկզբում մի ուսուցիչ էր, որը դասավանդում էր բոլոր բաժինները։ Բայց նա ֆիզիկ էր, ֆիզմատ գիտությունների տեխնացու։ Այսօր ինքը վարում է միայն ֆիզիկայի մասը։ Կենսաբանության մասը վարում է կենսաբան ուսուցիչ, քիմիայի մասը քիմիկ ուսուցիչ եւ այսպես շարունակ, այսինքն որքան շատացավ աշակերտների թիվը, այնքան շատացան մասնագետների թիվը եւ ամեն մարդ արդեն իր նեղ մասնագիտությամբ այս science առարկան ուստի իրենք աշխատում են միասին, մտածում են ինչպես անեն, որպեսզի մի թեմայի շարունակությունը մյուս թեմային լինի շատ սաղուն եւ ընդհանուր կետեր գտնելով այդ առարկաների միջև ամբողջական դարձնում են գիտություն առարկան։ Կադրային ընտրություն կատարելիս ավելի շատ ուշադրություն եք դարձնում մարդկային որակին, թե գիտելիքների պաշարին։ Գիտեք երկուսին էլ, որովհետև մանկավարժը պետք է սիրի իր աշխատանքը։ Իսկ եթե լինի ընտրություն, դուք որին ավելի նախապատվություն կտաք։ Չէ, ես ընտրում եմ բոլոր դեպքերում մանկավարժը պետք է ունենա յուրահատուկ հատկանիշներ, սիրի երեխաներին, սիրի իր աշխատանքը, նվիրվի։ Մենք ունենք այնպիսի մասնագետներ, որոնք շատ սիրում են իրենց առարկան, երբ որ մասնագետը շատ սիրում է իր առարկան, երեխաներին տանում է իր հետևից։ Օրինակ այդպիսի մի մաթեմատիկայի ուսուցչուհի ունենք, որը չափազանց շատ է սիրում առարկան եւ ընդհանրապես մաթեմատիկան ընդունված է համարել բարդ, ոչ բոլորի համար հասանելի կամ մատչելի, բայց այս պարագայում, քանի որ ինքը շատ է սիրում իր առարկան, մատուցում է շատ հետաքրքիր ձևերով եւ երեխաներին տանում է իր հետևից։ Ու պատահական չի, որ այս տարի մենք ունեցանք Օլիմպիադայի մինչև հանրապետական մաս հասած աշակերտ, որը հաղթող ճանաչվեց։ Հրաշալի է։ Դժվարությունները իսկապես մարդուն դարձնում են ավելի ուժեղ։ Իհարկե, Թաթև ջան, ասում են այն ամենը ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ։ Իհարկե, մի քիչ առաջ էլ չի ասեցի, ինչքան դժվարություններ շատ ես հաղթահարում, այնքան ավելի ինքնավստահ ես դառնում, ինչքան հաջողում ես, այնքան ավելի ինքնավստահ ես դառնում, ավելի պինդ քայլերով ես առաջ գնում։ Ես մի այսպիսի հարց կուզենայի ձեզ տալ, թերևս գուցե նման դեպքեր ոչ թե գուցե բոլորիս կյանքում են լինում են ինչ-որ հուսահատության պահեր, որոշ մարդկանցից, մեզ շրջապատող մարդկանցից միգուցե ինչ-որ հիասթափություն կամ որոշակի նման խնդիրներ, հա։ Ինչպես է ձեզ հաջողվում հաղթահարել այդ ստրես չանվանեմ, բայց այդ զգացողությունները, տհաճ զգացողությունները, ինչ ճանապարհով է ձեզ հաջողվում հաղթահարել։ Երևի իմ լավատեսությունը ինձ ամբողջ կյանքում օգնում է։ Ես ընդհանրապես մի հարցի շուրջ տխրում եմ մինչև այդ օրվա գիշեր։ Առավոտյան ես լրիվ այլ մարդ եմ արթնանում, իմ ծրագրերով, իմ անելիքներով։ Գուցե իմ հոգեբան լինելն է ինձ օգնում, որ ես ավելի շուտ եմ կարողանում հաղթահարել։ Ես դա նկատում եմ, որ այլ մարդկանց համեմատ ես ավելի արագ եմ կարողանում հաղթահարել այդ անկումնային պահերը, այսպես ասած։ Ինտուիցիա թե բանականություն։ Երևի թե իրար հավասար։ Կան տեղեր, որտեղ բանականությունն է պետք, կան տեղեր, որտեղ հատկապես կանանց մոտ ինտուիցիան է շատ սուր զարգացած, ուղղակի ինտուիցիայով, ինտուիտիվնի զգում ես հարցի ճիշտ լուծումը։ Արդյոք պետք է ուսուցիչ կյանքում։ Իհարկե։ Եվ դուք ունեցել եք այդպիսի ուսուցիչ։ Այո, ես ունեցել եմ ուսուցիչներ նույնիսկ, այո, անհրաժեշտ։ Կարծում եմ կյանքն էլ է ուսուցիչ, հենց կյանքը մեր ուսուցիչ է շատ մեծ եւ շատ սխալներ կյանքի կողմից եւ պատժվում են եւ հղկվում է շատ բաներ, այնպես որ միայն մարդը չի կարող լինել ուսուցիչ։ Նաեւ կյանքը ինքը ուսուցիչ է իմ կարծիքով։ Որն է եղել ամենաշրջադարձային պահը ձեր բիզնեսում։ Եվ ինչպես եք դա հաղթահարել։ Շրջադարձային պահեր շատ են եղել, անկեղծ ասած, տարբեր բարդության դժվարություններ, որոնք հաղթահարել եմ երևի իմ կամքի ուժով, էլի իմ հավատով, իմ գործի վեհության, կարևորության հավատով կարողացել եմ հաղթահարել դժվարությունները։ Գիտեք, հետաքրքիրն այն է, որ կան մարդիկ, ովքեր երբեմն չեն կարողանում հաղթահարել իրենց կյանքում որոշակի դժվարություններ կամ ծագած խնդիրներ եւ միգուցե հանձնվում են այդ ամենի ֆոնին։ Ինձ հետաքրքիր է ձեր կարծիքով ինչն է պակասում այդ մարդկանց մոտ,
որ չեն կարողանում հաղթահարել։ Գիտեք, ինձ թվում է դեպքերը տարբեր են, տարբեր մարդկանց մոտ տարբեր պատճառներ կարող են լինել, բայց այն, որ դու հասկանում ես, որ դու ամեն ամիս բավականին մեծաթիվ մարդկանց աշխատավարձ պետք է տաս, եւ ոչ մեկին կարեւոր չի, թե դու ինչ տրամադրություն ունես, մարդիկ աշխատել են, վաստակել են, դու պետք է վարձատրես եւ ոչ մեկին հետաքրքիր չի, դու կարող ես, չես կարող, տրամադրություն ունես, չունես։ Ուրեմն այդ պատասխանատվության զգացումը այդքան շատ մարդկանց արժև առաջին հերթին եւ այն պարտքի զգացումը, որ դու վերցրել ես այդ բեռը, ուրեմն պարտավոր ես տանել։ Եթե չէ չվերցնեիր, ուրեմն հանձնվել չես կարող։ Հետադարձ ճանապարհ չկա, առաջ միայն։ Երբևէ մտածել եք, որ այդ պատասխանատվությունները աշխատանքի բերումով շատ մարդկանց հանդեպ ձեր բիզնեսը, ձեր աշխատանքային կյանքը եւ այն գործունեությունը, որ դուք վարել եք եւ ծավալել եք, հնարավոր է որ վնասած լինեն ձեր անձնական, ընտանեկան երջանկությանը։ Երջանկությունը մի քիչ չափազանցված է ասված իհարկե, բայց այդ հարաբերություններին։ Բարեբախտաբար ոչ, որովհետև երևի կյանքում իմ բախտը բերել է։ Ես շատ լավ ամուսին ունեմ, որը ինձ հետ աշխատում է արդեն գրեթե 20 տարի, մենք միասին ենք աշխատում եւ իմ թիկունքից ինքը շատ մեծ բեռ է վերցնում իր վրա, շատ մեծ։ Գուցե աննկատելի է իր գործունեությունը, բայց իրականում ամբողջ տնտեսական հարցերը, ֆինանսական հարցերը ինչ հնարավոր է ինքը կարողանում է ինձ օգնել ու աջակցել եւ շատ լավ է որ ունես այնպիսի ընկեր կողքիդ ում հետ կարող ես կիսվել, խորհուրդ հարցնել, երբեմն դժվար պահերին, երբ իմ համար մի տեսակ անելանելի է լուծումը գտնել, կողքս գիտեմ կա մարդ, որ ինձ կօգնի, նախ իրավիճակին է ամբողջությամբ տիրապետում, քանի որ միասին ենք նույն վայրում, ապա իր մոտեցումներով ինքը կարողանում է օգնել ինձ լուծումներ գտնել։ Այդ առումով ես բախտավոր եմ։ Տիկին Մկրտչյան, ես շատ լավ գիտեմ ձեր ուժը, գիտեմ թե որքան դժվարություններ հաղթահարել եք դուք այս կյանքում։ Հեշտ է ուժեղ կին լինելը։ Ճիշտն ասած, ես այլ բան չեմ էլ պատկերացնում, Տաթև ջան։ Ես իմ ուժը իհարկե փոքր տարիքից եմ ունեցել, բայց ավելի հասուն տարիքում ես դա հասկանում, գիտակցում։ Երբ փոքր ես մտածում ես բոլորն էլ այդպես են, հետո մեծանում ես սկսում ես հասկանալ, որ յուրաքանչյուր մարդ ունի իր առանձնահատկությունը, մեկը թույլ է, մեկը ուժեղ է, ինչ չի խանգարել իմ ուժեղ լինելը երբեք։ Իմ համար հեշտ է այդպես ապրել։ Եթե դուք հետ հայացք նետեիք ձեր կյանքին, ոչինչ չէիք փոխի այնտեղ։ Գուցե եւ կփոխեի։ Իմ մանկությունը շատ երջանիկ է եղել, պատանեկությունը շատ ծանր, որովհետև մայրիկը շատ ծանր հիվանդ էր եւ հենց այդ տարիքից իմ ուսերին շատ ծանր բեռ է ընկել։ Ես շատ կուզեի, որ մայրիկս առողջ լիներ, երկար ապրեր։ Կփոխեի դա իհարկե։ Բայց նաեւ գիտակցում եմ, որ եթե հենց պատանեկության տարիքից ես այդ ծանր բեռը չտանեի, գուցե եւ այս տարիքում, այն տարիքում, երբ հայրս թողեց ինձ իր բիզնեսը, գուցե ես չկարողանայի շարժվել առաջ։ Ես հետո գիտակցեցի, որ դժբախտաբար եմ ասում, որ կյանքում ոչինչ պատահական չի լինում։ Ես թրծվել էի դեռ այն պատանեկան տարիներին։ Իսկապես, շատ համաձայն եմ ձեզ հետ։ Ո՞րն է ձեր առաքելությունը։ Եթե երբևէ մտածել եք դրա մասին։ Ես կարծում եմ գիտակցել եմ այդ առաքելությունը, երբ որ բացել եմ վարժարանը, որովհետև բուհը երբ աշխատում էր, ես զգում էի, որ տարեց տարի եկող ուսանողների գիտելիքները ավելի պակաս են, քան նախորդներինը։ Եվ հասկացա, որ կրթությունը պետք է կազմակերպել ոչ թե դպրոցից, այլ մանկապարտեզից անգամ, որովհետև 3 տարեկանից սկսած երեխային պետք է կրթել եւ տալ գիտելիքներ, որպեսզի որոշակի տարիքում այդ գիտելիքները ավելի խորացնես, գաղափարներ տաս երեխաներին։ Ինձ թվում է իմ առաքելությունը հենց կրթության ոլորտն է եւ կրթության ոլորտում մի հետք թողնելը։ Հուսով եմ դա ինձ կհաջողվի։ Գործարար կին դառնալու համար ինչպիսի հատկանիշներ են անհրաժեշտ կնոջը։ Լինել ինքնավստահ, լինել ուժեղ, լինել պատասխանատու, պարտաճանաչ, աշխատասեր, այսքանը երևի,
Տիկին Մկրտչյան, իհարկե շատ շնորհակալ եմ շատ գեղեցիկ զրույցի համար։ Ես մեծ հաջողություն եմ աղթում ձեր բոլոր նպատակներում։ Ես գիտեմ, որ ձեզ համար միշտ կան նպատակներ եւ միշտ կան անելիքներ։ Ես վստահ եմ, որ դրանք մեծ հաջողությամբ են ծագվելու, որովհետեւ դուք արդեն իսկ մեծ ճանապարհ հաղթահարած կին եք, ումով ես շատ հաճախ եւ գրեթե միշտ հիացել եմ։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ։ Շնորհակալ եմ Տաթև ջան հրավերքի համար, ինձ նույնպես շատ հաճելի էր զրույցը։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր գեղեցիկ զրույցն էլ մոտեցավ իր ավարտին, իսկ ես ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել մեր նկարահանումներին աջակցելու համար Վենի բիզնես կենտրոնին, այս գեղեցիկ տաղավարը մեզ տրամադրելու համար եւ նաեւ ուզում եմ նշել, որ Վենի բիզնես կենտրոնում դուք կարող եք վարձակալել եւ գրասենյակներ եւ անցկացնել ձեր միջոցառումները։ Իսկ մենք կհանդիպենք մեր Partners Business ակումբի անդամակիցների հետ նոր հետաքրքիր զրույցներով։